Մոտենում ենք իհարկե արդեն ֆինիշին, մեծ իմաստով, իմ եթե չհաշվենք որոշ միջադեպեր, իդեպ այդ միջադեպերի կապակցությամբ ցանկացած այդպիսի միջադեպ բռնարար եւ այլն ուժեղ խիստ դատապարտման արժանի քայլ է, որտեղ ես համոզված եմ, հավատացնում ձեզ, ամենից քիչ այդ նման միջադեպերում ամենից քիչ շահագրգռված է հանրապետական կուսակցությունը, ամենից քիչ մեզ են պետք դրանք։ Այդպիսի միջադեպերը մեզ բացարձակապես ձեռնտու չեն։ Հիմա մեկնաբանում եմ Օրոյի հայտարարությունը։ Եթե մի պահ փորձենք հասկանալ, թե Օրոյի իրական վիճակը, Օրոյի հայտարարության մեջ բովանդակություն կա, ենթադրենք, որով ես մակասեմ, թե ես ինչպես եմ մեկնաբանում։ Ուրեմն ուզում որ դուք բարձ գիտակցեք, բոլոր հարցումները ցույց են տալիս, բոլոր հանրային կարծիքի բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Օրոն այն ուժը չէ, որը ամենայն, այսպես ասենք, կոշտությամբ, խստությամբ, որի շնչառությունը իշխանությունները զան իրենց թիկունքում։ Եկեք իրենց անունով անվանել։ Հետևաբար արհեստական լիցք հաղորդել, քաղաքական հեղինակություն, նպաստել քաղաքական հեղինակության վերականգնմանը, դա չի փոխում իշխանությունների շահերից, ընդհանրապես չի փոխում։ Հետևաբար ես չեմ կարծում, ես ուղղակի չեմ կարծում, որ այն ինչ որ տեղի ունենում աղերսներ ունի Օրոյը, թեպետ Օրոն ակնհայտորեն փորձում է այն վերագրելով հավելյալ, կրկնում հավելյալ, որևէ իրականության հետ կապ չունեցող դիվիդենտներ շահել։ Ես այսպես եմ կարծում։ Ինչ վերաբերում է բուն ձեր հարցին կապված Սամվել Բաբայանի հետ, իհարկե նախաքննություն է գնում։ Կարծում եմ ես որևէ մեկնաբանություն չեմ անի, եւ դա ճիշտ է, բայց մի բան կարող եմ ասել։ Տեսեք, ես չգիտեմ Սամվել Բաբայանը որքանով առնչություններ ունի այս ամենից, ինչ նախաքննությունը կապացուցի կամ չի ապացուցի դա։ Բայց նման ակնհայտ է մի բան, ով էլ որ կանգնած լիներ այս գործարքի հետևում, եթե փորձ է կատարվում զենիթահրթիռային կայանք անլեգալ ճանապարհով մտցնել Հայաստան, մանկցանեք ճանապարհով մտցնել Հայաստան, համաձայնեք, որ նա միայն այս հանգամանքը լուրջ մտահոգությունների առարկա կարող է դառնալ։ Ենթադրել, որ այն կարող էր մտնել Հայաստանից ծառայել մեր զինված ուժերին, ամենքան նույնիսկ ծայրահեղ երևակայության, վառ երևակայության պարագայում մենք չենք կարող անել, որտեղ դա կարող է շատ օրինական ճանապարհներով։ Հիմա ով է կանգնած սրա հետևում, որքանով այդ պերսոնաները, անձերը, որոնց մասին հայտարարում են, ուղղակիորեն կապված են առնչությունն, նախաքննությունը ցույց կտա։ Ես կարծում եմ մենք չենք փորձի, ես ինքս գոնե չեմ փորձի իրադարձությունները ավելի զարգացնել։